Լողացող կղզին լի էր առասվածներով։ Հարյուրավոր տարիների ընթացքում ամենահինը նրանցից դա հրաշալի ճշմարտության ուղին ցույց տվող գրքի լեգենդն էր։ Լեգենդը պատմում էր, որ մի ժամանակ շատ վաղուց մութ ուժերը գրավեցին կղզին։ Գիրքը հայտարարեցին անօրենք եւ պահվեց աշխարհից։ Եվ ահա կղզին դուրս եկավ իր ճանապարհներից, հավաքվեցին մութ ամպեր, փչեց ուժեղ քամի եւ տեղից շարժեց փոքրիկ պախապախահու կղզին։ Այն փոխեց իր ուղղությունը, դրա համար ծերերը հրաման արձակեցին, ինչ որ մեկը կամավոր պետք է գնար գտնելու գիրքը, եթե նա դեռ գոյություն ունի եւ դարձյալ բաց անի նրա գաղտնիքները, ով կարող է գտնել գիրքը եւ կարող է գիրքը կանգնեցնի մահաբեր փոթորիկը։ Այդ ժամանակ փրկության միջոցը միայն գիրքն էր, օգնելու պախապախահու փոքրիկ կղզին։ Ոչ, Մարգարիտա, այդպես չի լինի։ Որպեսզի գտնենք այդ գիրքը, պետք է ավելի տարիքով եւ ուժեղ լինել։ Ինձ այդպես էլ ասել են։ Ասացին, որ դու այդպեսի ճանապարհության համար փոքրիկ ես։ Գիտես ինչպես էին ինձ անվանում։ Փոքրիկ էլի։ Ես փոքրիկ աղջիկ եմ, որին ոչ մի հույս չունեն կատարել ինչ որ մեծ գործ։ Ցանկանում եմ պատասխանը լսել։ Թե ինչ է ինձ սպասում առջևում։ Ես այնքան փոքր եմ։ Գնամ թե ոչ, սիրտս թակում է, գնամ։ Ճանապարհը հրաշքներով միայն ինձ տանում է դեպի հեռու։ Սակայն ես գիտեմ, որ իմ հավատքը ուժեղ է եւ կօգնի ինձ ճանապարհին։ Ես գիտեմ, որ հավատքս ուժեղ է եւ կօգնի ինձ ճանապարհին։ Չեմ հասկանում, որտեղ է քարտեզը։ Ինչպես կարելի է մեքենան վարել այսպիսի վայրում, որտեղ է այդ գետը, կգտնեմ գանձերը։ Գանձերը։ Դու ով ես, հաջողության որսորդ, եթե այո, ուրեմն մոռացիր գանձերի մասին։ Ես էլ լինեմ, ես մտածում եմ, թե բոլորը գիրքն են փնտրում։ Այդ նրանք են ցանկանում, որ դու այդպես մտածես, իսկ ես գիտեմ, ես խելացի եմ, գրքի համաձայն այն գտնվում է կորսված քաղաքում, իսկ կորսված քաղաքները միշտ լի են գանձերով, ճիշտ է, իհարկե, միշտ այդպես է, կորսված քաղաքում այնքան ոսկի կա, որ չես պատկերացնի, ես ամեն ինչ դրա մասին գիտեմ, տեսնում ես ինչ հնարամիտ է։ Դե եթե դու փնտրում ես գետը, ուրեմն գնացեք հակառակ ուղղությամբ, մի փորձիր ինձ փչել, ես ունեմ քարտեզ, սակայն գետը այնտեղ է։ Այնտեղ ես հասկացա, ուրեմն քարտեզը հակառակ է դրված, դրա համար էլ այսպես է ստացվել, հարավ եւ հակառակ, ուրեմն գետը իրապես այն կողմն է, ասա, որտեղից ես դու այդքան խելացի, իսկ եթե դու համարձակվես հափշտակել իմ գանձերը, ուրեմն իմացիր, հաղթողը ես եմ եւ բոլորը հասնում է հաղթողին, այնպես որ կներեք, ես պետք է հասնեմ իմ ունեցվածքին։ Կյանքը տեղում չի մնում, հաջող թանկագինս։ Շնորհակալ եմ ուժումներիդ համար։ Հեյ, հարգարժան պիգմի, ձեզ այդ կողմը պետք չէր։ Գնանք, Մարգարիտա։ Հեյ, դու կկորչեք, եթե գնաք անտառի միջով։ Այ քեզ բան, ինքս մոլորվեցի։ Ես երբեք այսքան հեռու չեմ եղել անտառում միայնակ։ Փնտրիր գիրքը։ Դու լսեցիր այդ ձայնը, փնտրիր։ Փնտրիր գիրքը, իսկ ինչ կա նրա մեջ, գրքում ստեղծողի խոսքն է,
Գտեք գիրքը եւ կյանքը գտնեք, գտեք քաղաքը եւ կգտնեք գիրքը։ Ինչ քաղաք։ Ինձ պետք է էլ ինչ որ բան իմանալ։ Էй, ուր ես դու։ Քարիկատոր։ Վրան նշաններ։ Ինչ համար։ Դու տեսնում ես Մարգարիտա։ Գիրքը գոյություն ունի։ Իրականում։ Եվ այն պետք է ես գտնեմ։ Դրա համար արդեն գոյություն ունի ծրագիր, հենց սկզբից, դու տեսնում ես։ Խնդրիր։ Իսկ ես ձեր պատճառով փորձանքի մեջ չեմ ընկնի, պետք է խոսել կապիտանի հետ, նա գիտի ինչ անել։ Ոյ, Մարգարիտա, պետք չի այդքան վասվասա լինել։ Ահա թե ինչու ոչ մի սպիտակ ռնգեղջուր չի կարող հարձակվել կապիտան Խոբսի վրա։ Ձեր ականջին օղ արեք ծովային ավազակներ։ Ոյ, մայրակները վտանգավոր կատակներ են անում։ Ողջույն փոքրիկս, ավելի լավ է դու այստեղից գնաս։ Դե ես փնտրում եմ ձեզ։ Ես արդեն ասացի, այստեղ քո տեղը չի, բայց դուք ամենաանվախ ծովայինն եք, կապիտան Խոբս։ Դե, եթե դու այդպես ես մտածում, ես գիտեմ, դուք պատրաստում եք գրքի որոնմանը, վերցրեք ինձ ձեզ հետ։ Ասվում է եւ կատարվում է ամեն ինչ, որոշված է երեխաները չպետք է վտանգավոր ճանապարհորդության մասնակցեն։ Դա միայն հիմար եւ ձեր գործի համար է։ Էй, Լուի, վերադարձնում եմ քո աթոռդ։ Իսկ ինչ կլինի, եթե ասեմ, ինչ գիտեմ գրքի գտնելու համար։ Դու այդ քարի մասին ես ասում, այն ինչ որ հողի տակից դուրս եկավ, նա տվեց ինձ։ Դա մի մասն է ծրագրի, պիտի կատարեմ, իսկ դուք պետք է օգնեք ինձ։ Իսկ ինչ դուրս եկավ գետնի տակից։ Մի մեծ ժայռ, գիրքը եւ բոլոր գաղտնիքները նրանց պահված են կորսված քաղաքում։ Ինչ հիմարություն, կորսված քաղաք։ Այո, գաղտնիքն ասացի, ոչ, ես կատակեցի։ Ախ, բաց բերան։ Կորսված քաղաքը վաղուց հեքիաթի է վերածվել։ Դրա համար եւ ճանապարհները դեպի այնտեղ փակ է, հասկացար։ Բայց այստեղ նայեք, սա չէ որ քարտեզ է նշաններով։ Ուրեմն մեզ թողել են ուղեցույցներ, այնքան տարիներ հետո։ Ուրեմն դուք կվերցնեք ինձ ձեզ հետ կապիտան, գիրքը փնտրելու։ Ոչ միայն միասին էլի։ Ճահիճները հին նավը փոքրիկ աղջկա համար չէ։ Ես երբեք փոքրիկ աղջիկ չեմ վերցնի նավարկության, դա իմ վերջին խոսքն է։ Կամ ես ձեզ հետ, կամ ոչ մի քարտեզ։ Ընդհանրապես նավի մեջ աղջնակը չէր խանգարի։ Ուրեմն ես գալիս եմ։ Ված չէր լինի, եթե լծեինք մեր կառքը։ Ընդհանրապես ամեն ինչ լավ կլներ, եթե չցավ է։ Այս ինչ նավ է, միայն թե ապրի։ Դարձյալ այդ հիմար կարբուրատորը եւ ինչ որ ընկել է շարժիչի մեջ, ճնշում իջնում է եւ ամեն ինչ խողովակից է։ Կանգնած ենք վթարի։ Ֆոքսա, սա Էլին է։ Ֆոքսա, սա Էլին է, նա միացել է մեր նավով պատվավոր թանկարժեք որոնումների։ Թանկարժեք որոնումներ դրանք, չգիտեմ, պատվավոր հետազոտման, պատրաստվիր բարձրացնելու յակրը եւ արագասները ձգիր։ Խեղտեմ շանը, չեք ամաչում։ Արագասները ձգիր, ծերուկ։ Խեղճ ծերուկ Ֆոքս, վատ է լսում։ Նա կդիմանա ճանապարհորդությանը։ Չգիտեմ, մենք դեռ նոր ծանոթացանք, դե աղջիկը չէ, այլ նավը։ Ոչ, վիճակը լավ չէ, հիմարություն է հիմա ճանապարհորդել։ Վատ է, տեղը շարժել չի կարելի, սկզբում բոլոր անցքերը փակենք։ Սակայն պարոն Ֆոքս, մենք ժամանակը կորցնում ենք, մենք կարևոր ծրագիր ունենք գիրքը գտնելու։ Լսիր մանչուկ, դու ոչինչ չես հասկանում կարբուրատորի դժվար աշխատանքի մասին։ Այս ժանգոտված երկաթը վերանորոգման կարիք ունի։ Իսկ դու ասա, նա կդիմանա ամեն ինչի։ Կապիտան, ես չգիտեմ, գուցե ձեր աղոթքներով, եթե ես ունենայի լավ շարժիչ։ Սակայն չար քամիները մոտենում են, շտապ հարկավոր է ուղևորվել։ Եթե արարիչը մեզ հնարավորություն տվեց գտնել բանալին, ուրեմն նա կօգնի եւ հետո։ Դու ուղղակի փոքրիկ համառ ես։ Միթե դու մտածում ես, որ արարիչը երկնքից կգցի շարժիչ։ Մասերից մեկը։ Ով ասաց, որ ես գետը չեմ գտնի։ Պարոն Պինգվին, դուք վերադարձաք։
Դու ճանաչում ես նրան։ Խոսքիդ մեծ զգույշ կապիտան, ես ամենաիսկական հետախույզն եմ։ Ինձ անվանում են Միլեն, խիզախ։ Այ մեքենայով ավելի լավ է չխիզախեք։ Մեքենայով ճիշտ է, իսկ ով չի խիզախում, նա չի հաղթում։ Այո, ինձ անվանում են Միլեր։ Ձեզ չէիք ունենա մի փոքր սառույց։ Սառույց, ես եկել եմ Արկտիկայից եւ սարսեբեկորի վրայով էի լողում։ Փառք Աստծո, ես այս կղզին ընկա ժամանակին։ Ես հալեցի, ախ մնացի ընդամենը կես մետր սառույց, երբ ես հասա ափին։ Այսպես, ձեզ պետք է նավակ, իսկ մեզ պետք է շարժիչ։ Հետարքիր է, ամեն բան ինչպես է ստացում, Խոքսը։ Դուք մտածում եք, ես կարող եմ, ցանկանում եք փորձել, միայն ոչ այդ։ Միասին կփնտրենք կորած քաղաքը։ Ձեզ գիրքը իսկ ինձ ոսկիները համաձայնվեցիք, դուք ձեր ծառայությունը անվճար եք անելու, ինչ ծառայություն, ուսումնասիրությունը, տեղանքի ստուգումը, սարսեբեկորը, պինգվինը, բարձր որակավորումով, ամբողջ ծախսերով մեկտեղ, թափոնները անմիջապես կհեռացնենք, պայմանավորվեցինք, հիմա վեշերս հավաքեմ, ուշադիր եղիր նրան, սա քո հույրն է, կարևորը հիմա մենք շարժիչ ունենք, որպեսզի այս հնամաշը շարժիչ դառնա, դա հրաշք կլինի։ Այո, սա հետ հրաշք է։ Աչքերիս չեմ հավատում։ Այս կարգի վրա ամեն ինչ համընկնում է։ Ռեմենի փոխարեն ես օգտագործել եմ ձեր ասկին։ Միակը, իսկ սա կդիմանա լողալուն։ Աղջիկներ եւ պինգվիններ մենք լողացինք։ Պատանի աղջնակ, ձեզ բախտ է վիճակվել լողալու ամենալավ նավով։ Այս դույլը խողովակներով ու երկաթներով դիմացել է շատ մեծ ալիքների, որ հաշվել չի լինի, իսկ եթե ինչ-որ բան փչանում է, Խոքսը դրա փոխարեն մի այլ բան է տեղադրում, երգը գտնում է։ Ինչ, մի անհանգստացեք նավի համար։ Մի անհանգստացիր, սա հրաշք է տեխնիկայի։ Ես քեզ կպատմեմ, մեքենան ներկայացնեմ։ Նավը ուր որ գնա, մենք չենք վախենա։ Տեսքից քանդված է, սակայն եթե հարկ լինի, հոթորկի նման կտանի։ Իսկ ես հզոր կապիտան, ներիր կապիտան, որ փոթորիկի ես նման։ Ես աշխատում եմ ինչպես մի ձի։ Դա կատակ է, նավը կտանի։ Եթե քամի չլինի, եթե ես առողջ լինեմ, չմեռնեմ, վերջո։ Իսկ մենք ինչ անենք, ոնց անենք, սրանով չենք կարող լողալ, իսկ դուր է գալիս այս փայտյա սառույցը։ Իմ նավակը ուղղակի բարձրակարգ է, հիմա կքանդվի։ Փոքրիկս մի անհանգստացի, ամեն ինչ կարգին է։ Մենք ճանապարհին ենք, չենք խեղդվի, երբեք։ Մեր նավը դեռ շատ պինդ է, կդիմանա։ Դու միայն նայիր։ Այո, ես համոզված եմ, սա այն է, ինչ հարկավոր է։ Նա ամենուր կգնա։ Ես ամենայն դեպս մի քիչ վախենում եմ։ Ամեն ինչ լավ է, մի վախեցիր, մեքենան շատ ուժեղ է։ Ինձ ասած ուժեղացնել։ Ընկերներ, մեխանիկը խուլ է։ Պետք է քեզ հավաքես, կապիտանին վստահես, և մենք 4 ուղես 5 քաղաքին կհասնենք։ Ծովի ճանապարհի, երբեք չենք խեղդվի։ Մեր նավը պինդ է, կդիմանա։ Այն է, ինչ հարկավոր է մեզ։ Միայն նայիր։ Մենք ճանապարհին ենք, չենք խեղդվի երբեք։ Շատ լավ է։ Վերանայիր համար աղջիկ, երդվում եմ իմ պոչովս, երբեք գիրքը չես գտնի։ Դեր, երկար պետք է լողենք։ Երկար։ Քարտեզը մեզ տանում է կղզու մութ կողմը։
Այնտեղ վտանգավոր է էլի։ Դու համոզված ես, որ մենք այն կողմը պետք է գնանք։ Вот смотри. Ահա նայ, միայն ես գիտեմ իմ ծրագիրը ձեզ համար։ Ծրագիրը բարու, ոչ չարի, որպեսզի լավ ապագա մեզ տա։ Մենք պետք է վստահենք Հարին։ Словам на камне. Ով է այդ ասել։ Արարիչը։ Նա մեզ կտանի լավ տեղ, անգամ մենք հիմա ամեն ինչ չենք հասկանում։ Все понимаем. Օ, այս ինչ ձայներ են։ Հեյ, տրամադրություն չունեք, սա այն վայրն է, որտեղ տրտմություն ուրախության կփոխի։ Հոգնած արկածներ որոնողներ, մի թույլ տվեք ձեր տրամադրությունը փչանա։ Ես Թրեյվի Ջեյս կրյան եմ, եւ երաշտական բաժինը պատրաստ է ուրախացնել ձեր սրտերը ամբողջ մի շաբաթ։ Զվարճացնող գտնվեց։ Մեզ չէր հանգարի լիցքաթափվել։ Իսկ հիմա ճահճի արարածներ, մայրակներ, թռչուններ, հարվածում ենք ձեռքերով անկրկնելի հիասքանչ ժուկին, Էրնանդոին։ Հաճելի է ձեզ տեսնել, բոլորը տեղացի են, թե հյուրեր կային։ Այն տղաները վատ չեն թմկահարում։ Ինձ դուր է գալիս այդպիսի երաժշտություն։ Ուշադիր լսեցեք, ինչպես են ձայները թռչում, որքան երաժշտություն շուրջ բոլորը, որ դստեր տղերը հալչում են, որտեղ էլ որ նա լինի, կգտնի ձեզ ամենուրեք, ինչ երաժշտություն է լսվում, դա ուղղակի հրաշք է, եթե դու երևակայության բանալին ունես, անսահման և անհոգ, ուրեմն այնպիսի վայելում կստանաս, որտև ամբողջ բնությունն է երգում։ Սա ցնծության երաժշտություն է։ Այն հնչում է ամենուր։ Սիրում եմ, ինչպես է մեծ կղզի երգում։ Այս երգը իմ երիտասարդության երգն է, ընկերներ, քոնը չէ, այլ իմը, ինձ դուր է գալիս, լսիր ինչպես է երգը հնչում, ինչ է փչում, դա հարվածող գործիքներն են, պատրաստեք իմ գիթառը և մամբո կապիկները, երգում են խեց գետինները, դրանք երկար ձայներ են, նրա ռիթմը կզգաք, հիմա կրկնեք ինձ հետ, եթե դու երևակայության բանալին ունես, անսահման և անհոգ, ուրեմն այնպիսի վայելում կստանաս, որովհետև ամբողջ բնությունն է երգում։ Սա ցնծության երաժշտություն է։ Այն հնչում է ամենուր։ Սիրում եմ, ինչպես է մեր կղզին երգում։ Մենք դեռ այստեղ կմնանք մեկ շաբաթ և շնորհակալ ենք դաշնակահար կրիայից։ Ուղղակի հրաշալի էր, դուք բարձրացրեցիք մեր տրամադրությունը կբարձրանա, եթե այստեղից ես փախչեմ։ Էй, բառերդ քեզ պահիր, Ֆերնանդո, կներես Թրեյվ, սակայն Ֆերնանդոին այստեղ դուր չի գալիս, անընդհատ մի տեղում ոչ մի տեղ չգնալ այստեղից և շփվել նրանց հետ, ով թքած ունի իմ երգերի վրա։ Ձեզ դուր չի գալիս երգել։ Նախ պետք է իմանալ, թե ինչի համար ես երգում, միայն այստեղի համար չպետք է երգես, ես ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, սպասեք, իսկ եթե ասեն, որ մեզ հարկավոր է նավի վրա շոու, այսինքն Ֆերնանդոն շրջագայություն, դուք քույրիկն իմ նյարդերից հետ եք խաղում, ոչ մայստրո, մենք փնտրում ենք գիրքը և մեկը պետք է որ բարձրացնի մեր մարտնչող հոգին, նավի վրա մեծ գրքի հետքերով, առաջիկար քամարով հետաքրքիր վայրեր, իսկ սեղանից ծովային սնունդ է դրվում, ես դարձյալ ձուկ բռնեցի, Ֆերնանդո հաջորդ համերգը ժամը 10-ին, գեղեցկուհի, ես ձեր պայմանները ընդունում եմ, գնում եմ հավաքեմ իրերս։ Դե ուր է իմ երգիչս, ների ընկերս, դա վերջին համերգն էր Ֆերնանդոյի, իսկ գիշերվա համերգը ամբողջ առաքիսը վերցրու քեզ։
Ուրախ եմ քեզ տեսնել նավի վրա, Ժերալնը։ Ֆերնանդո, ինչպես կցանկանաք, սա Միլերն է։ Ինձ անվանում են Միլ, դու ընդհանրապես չես լսում ինչ եմ ասում։ Օրով տելի, մեզ իրոք պետք է այս կղզու մասով անցնել։ Գորած քաղաքը միայն այս խավար մասում կլինի, վախենում եմ, որ մեզ այլ ելք չունենք։ Ուղղակի մութ կողմը շատ է մտնում, շատ։ Ահա որ վայր է, զգուշ եղեք այստեղ գուցե ավազակներ լինեն։ Իսկ ովքեր են ավազակները։ Վատ տղաները, ահա թե ովքեր։ Իսկ ինձ այդ տղաների մեջ ընկերներ ունեմ։ Հեյ, նայիր, մեծ նավակ։ Այս ինչ ձայն է։ Ես ոչինչ չեմ լսում։ Դե մի՞թե։ Օ, երևում է վատ նորություն կա։ Ինչ վատ նորություն։ Բոգուանները սոված և գազազած։ Մի՞թե դա, բիրամի։ Ես ականատես եմ եղել, թե դրանք ինչպես են կրծոտել 5 րոպեում օդափոխիչ խողովակը և ամեն ինչ նավի վրա կա։ Դա վատ է, շատ վատ է։ Դեռ ժամանակը չէր, որ Ֆերնանդոյին հյուրախաղերի ժամանակ ուտեին։ Ֆերնանդոն կորավ։ Ինչ անենք։ Կանգնացնենք ջրի հոսքը։ Հասկացանք, իհարկե, դեռ վարժ չենք, բայց անցքերը կփակենք։ Ահա, սակայն այստեղ լրիվ ջրի անցքեր են բացվել, այստեղ, այնտեղ, ամենուր։ Մենք դեռ ջրի մեջ ենք։ Բոլորդ այստեղ եկեք։ Բայց բոլոր տեղերից ջուր է հոսում։ Բոլոր տեղերից ջուր է հոսում։ Այս անցքը ոչինչ, բայց բոլոր տեղերից է ջուր լցվում։ Անցքը, մատովդ փակիր, լցվում է ամբողջը ջրով։ Այստեղ, արագ, այստեղ, ոչինչ չենք կարող անել։ Այս անցքը պետք է փակել։ Ով մեզ կփրկի, մենք չենք կարող, օգնեք, խորտակվելուց փրկեք։ Մենք երբեք չենք կարող կանգնեցնել այս ջուրը։ Երբեք։ Երբեք չասես երբեք, Այրիչը մեզ համար ծրագիր ունի, նա մեզ չէր բերի այստեղ, որպեսզի հենց այնպես կորսվեինք։ Իսկ ուր է ձեր ելքը։ Ինչ կօգնի երկնքից, հա, ինչ ընկավ երկնքից։ Դա այս ծառից ընկավ։ Եթե մենք այս ձգենք տախտակամածը, մենք կարող ենք երկար դիմադրել, մինչև վերանորոգենք նավը, բավական է հիմա սկսենք ձգել։ Արագ, փակենք անցքերը։ Ով կօգնի մեզ այստեղ անցքերը փակենք, ով կօգնի։ Ով կօգնի մեզ անցքերը փակենք, ով կօգնի առաջ շարժվենք։ Հաղթանակ։ Ողջունում ենք Էլիին և նրա հզոր ծրագիրը։ Ես նրան տեսնում եմ։ Եվ այսպես, մեզ վերևում փոքրիկ աղջիկ ունենք։ Եկեք միասին ձգենք պարանների հետ և իջեցնենք ծառը։ Միացնենք ուժերը։ Մի անհանգստացեք կապիտան, քանի մենք նավի վրա ենք, Էլիի հետ ոչինչ չի պատահի։ Պատրաստ եք, կհանդիպենք շուտով։ Դե ընկերներ, նա մեզ մոտ է, տանը։ Շնորհակալություն։ Թողնում ենք 3 հաշվելուց հետո։ 1, 2, 3, ես չլսեցի ինչ։ Դե ահա, ամեն ինչ նորից։ Ես այստեղ որոշեցի ստուգել, գուցե խողովակը թողնում է կապիտան։ Ես տեսա։ Ինչ տեսար էլի։ Կորցված քաղաքը, այնտեղ ծառերի վրայից։ Նա հեռու է, սակայն նա այնտեղ է։ Ինչ հեքիաթներ, հետարքիր։ Գուցե դրանք լեռան կատարներն են։ Ոչ, ես համոզված եմ, նա իրական էր։ Ես նրան հավատում եմ, եթե Էլին ասում է, որ նա այնտեղ է, մենք կշարունակենք լողալ։ Համաձայն եմ, կապիտան։ Այդ դեպքում ես նույնպես։ Ինչին ենք սպասում, առաջ։ Այն աշխատում է անխափան, կապիտան։
Գուցե այս անգամ քեզ փրկեց քո քարե քարտեզը, սակայն ալիքները մոտենում են եւ ձեր կյանքը մազից է կախված։ Նշանները երազներ չէին։ Դրանում համոզված եմ ես։ Մեր ճանապարհը վտանգավոր է եւ դժվար, սակայն դա է իմ կյանքը։ Մենք շարունակում ենք փնտրել։ Ինչ է մեզ սպասում առջևում։ Մենք ցանկանում ենք իմանալ։ Մենք ցանկանում ենք հասկանալ, ճշմարտությունը գտնել։ Հրաշքներով ճանապարհ տանում է դեպի հրաշքներով լի ուղի։ Եվ եթե հավատքդ ուժեղ է, մենք միայնակ չենք լինի։ Կօգնի մեզ նա ճանապարհից չշեղվելու, կօգնի գիրքը գտնելու։ Հաստատում բռնած իրենց ծրագիրը, Էլին եւ իր ընկերները շարունակեցին գնալ գտնելու կորսված քաղաքը, հույսով գիրքը գտնելու, ինչ է սպասում նրանց առջևում։